Խաշմերուկը, ակունք գյուղում, մի փոքր էլ մեր մոտին էլի վերադառնան, մեր Վարդենիսին տիրություն անեն էլի, ահավոր վիճակ է։ Իսկ ԻԻՀ-ի հետ բարեկամությունների մասին ինչ կասեք։ Այսինքն Թուրքիա հետ, ես вообще չեմ պատկերացնում այդպես բան։ Իրանք մեր դուշմանն են, մեր հակառակորդն են, մեր պրոցիվն են, իրանք վատն են էլի, հայերի համար ոնց կարա Թուրքիան լավ լինի։ Շան այդ ընկերություն անելուց փայտ պետք է պահես, անպայման մեզի պաշտպանություն պետք է։ Ինչպես պետք է այդ պաշտպանությունը հզորացնենք, ինչի վրա պետք է։ Սահմանները զորացնենք, պաշտպանությունը եւ զենք ունենանք։ Թշնամին մնում է թշնամի, ինչ ուզում ես արա։ Իսկ ինչքանով է այսօր անվտանգ մեր սահմաններին։ Չեմ կարող ասեմ։ Վստահ չեմ այսօրվա կառավարությունից է կախված անվտանգությունը, մեզանից չի կախված։ Որ զենք չլինի, փեդով կարաս զենքի դեմ կռվես։ Քարե դարը չի իմի, 4 երեխու հերեմ, բայց այսօրվա դրությամբ չգիտես ինչ ալնելու վաղը իմ երեխեքի ճակատագիրը։ Ինչ եք կարծում, ինչպեսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Ուժեղ, հզոր, առաջնորդ։ Առաջնային սահմանները լավ կահավորված լինեն, պաշտպանված լինենք։ Ընտրություններին մասնակցելու Անպայման միանշանակ։ Բա իհարկե։ Եվ ինչպեսին պետք է լինի Հայաստանի վարչապետը։ Հաջորդ վարչապետը պիտի մտածի իր հայ ժողովրդի մասին, չէ՞ որ հայ ժողովուրդ ոչ թե մտածի իր մասին, իր գրպանի մասին, այլ մտածի հայ ժողովրդի մասին։ Չէ՞ որ մարդիկ, որ ծնվել են, ապրում են այստեղ, պիտի մտածեն վաղվա օրվա մասին, իր սերունդների մասին։ Սերունդների մասին դու չես կարող, այստեղ քո հողի վրա չես կարող մտածել վաղը քո սերունդը ոնց է ապրելու, կամ վաղվա օրը ինչ է լինելու։ Չկա տենց բան։ Անորոշություն։ Իհարկե, սա նայում ես մարդկություն կա, ասենք ինչի հաշվին ապրես, ոնց ապրես, չկա։ Դրա համար մարդիկ գնում են, դուրս են գալիս, բայց ուր չգիտեն։ Պրոստը մեր ապրելակերպն է, որ միջին գույնի բարելավում լինի, մարդիկ այստեղից դուրս չեն գա, իրանց հողի ջրի մեջ կապրեն, այդքան բան։ Բայց այս ընտրություններին մասնակցելու եք։ Այո, իհարկե։ Անպայման։ Այո, իհարկե։ Ունենք, բայց փակա։ Չենք ասի։ Ինչպեսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Ես կուզեմ ուշադրություն դարձնել հատկապես բիզնեսի։ Մանեն միջին բիզնեսներ, որ ներկայդրության ես մտածեմ, երբ պետք է փակեմ, թողեմ ստերից հետամ էլի Երևան։ Հետամ այնտեղ մի բան աշխատեմ, ապրեմ։ Չկա առևտուր, չկա զիջան։ Մենք որ պետք է աշխատեմ, հմեն տանեմ վարկեր մուծեմ, լրիվ տանեմ վարկ մուծեմ, էլի չանդեք տակ մնա, չկա, գոյություն չկա։ Երանի առևտուր լիներ առաջվա նման, մենք իր անցածոց ամեն մի գումարենք մուծեինք։ Եթե մեր միջին մանդր բիզնեսի հարցերը լուծեն,